տարբերությամբ Հայաստանի համար բացում է հնարավորություններ եւ բացում է ռիսկեր։ Հնարավորությունները դա բերել երրորդ կողմին Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեպի երաշխավորի մակարդակ։ Թրիփում պայմանավորվածության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են որպես ՎԿ։ Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը նա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր մեկից ավել։ Մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, այն տարածաշրջանի հետ, ովքեր ունեն ընդամենը մեկ երաշխավոր կամ չունեն երաշխավոր։ Այս 21-րդ դարի մեր ժամանակաշրջաներում փոքր երկրները ավելի լավ են ապրում, շատ տարօրինակ բան կարող եմ ասել, միշտ պատմականորեն մեծ երկրներն են ավելի հարուստ եղել, բայց 21-րդ դարի մեր ժամանակաշրջանում փոքր երկրները ավելի սկսել են լավ ապրել, քանի որ կառավարությունները ավելի ակտիվ են, դինամիկ են։ Բայց կա անվտանգային խնդիր։ Անվտանգային խնդիրը լուծելու համար մեր երկրին պետք է երաշխավոր։ Շատ կարևոր է երրորդ կողմի ներկայությունը այդտեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Բայց մեզ պետք է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր արտաքին քաղաքականության ամբողջ process-ը բերելու է նրան, որ մենք ունենանք մեկ եւ ավել երաշխավոր մեր խաղաղության, դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը։ Թուղթը մեր հարևանների հետ շատերը կհիշեն 92 թվականն է եղել հրադադար պայմանավորվածություն, ավելի շատ է եղել։ Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատում մեծությունները, մեկից ավելի։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, կներեք բաների հետ կապված։ 5 քայլերի ժամկետները։ 5 քայլերը տեղի են ունենալու 5 տարվա ընթացքում, այսինքն մի ազգային ժողովի process-ի, մի ազգային ժողովի 5-ամյա process-ի ժամանակ։ Դա հաշվի առնելով ես ուզում եմ մի նկատառում անել։ Առաջի տարին իշխանության փոփոխության լինելու է այս process-ների պատրաստման տարի։ Երկրորդ տարվանից զգացվելու է լուրջ փոփոխություններ, երրորդ տարվանից մենք առերեսվելու ենք պտուղների հետ։ Լինելու են հարյուրավոր ներդրումային ծրագրերի մշակում, էկոնոմիկայի նախարարությունը ուղղակի ամեն շրջանի համար Հայաստանի ներդրումային ծրագիր է մշակելու եւ ներդրողներ պետական աջակցություն դրսի ֆինանսավորում համակցությամբ երկիր մտնելու է աննախադեպ քանակի ներդրման միջոց, որը մինչև այս խոստվածի պես չի, որ մտնելու է։ Մենք ցույց տվեցինք ճանապարհը, մենք ցույց տվեցինք չինական արտահանման ընկերության 70% ֆինանսավորումը, այսինքն չինական արտահանման ընկերությունը արտոնված վարկ է տրամադրում 70%, 30%-ից 15%-ը մեր պրոյեկտների տրամադրելու է Հայաստանի կառավարությունը, 15%-ը ներդրողը։ Հայաստանի բոլոր ներդրողները, աշխարհի բոլոր ներդրողները հերթ են կանգնելու, որպեսզի 15% ներդրում անելու պարագայում ունենան մեծ տնտեսական միավորներ։ Հայաստանն էլ շահելու է հարկերով։ 5 տարի քայլերի հաջորդականությունը անշարժ գույքի ուղղությամբ, իսկ հարկերի ուղղությամբ առաջի տարում 6 ամսվա կտրվածքով առաջին իսկ բյուջեի պլանավորման ժամանակ փոքր բիզնեսի հարկերը 0 անալու են